Մենք նաև հյուսային ուղին ենք բացելու, այսինքն վերադառնալով թրիփ նախագծին եւ նախագահ Թրամփի գրառման հետ նշանակում է, որ Հայաստանով գազամուղ անցնելու, նավթամուղ անցնելու, էլեկտրահաղորդման գծերը 100%-ով վստահ եմ, երկաթուղին 100%-ով հարավային վստահ եմ, բայց հիմա նաև հյուսիսային երկաթուղու թեման է բացվում, որովհետեւ պարզվում է արևելքի եւ արևմուտքի միջեւ անցնող ամենակարճ ճանապարհը անցնում է Տավուշի մարզով, Լոռու մարզով եւ Շիրակի մարզով։ Եվ մենք հիմա մտածում ենք եւ արդեն կոնկրետ առաջարկներ կան, որ Տավուշի մարզով, Լոռու մարզով եւ Շիրակի մարզով մենք բեռնատարների համար վճարովի դարձնենք միջազգային բեռնատարների համար ճանապարհները եւ նաեւ հյուսիսային երկաթուղին վերականգնելու մասին պետք է մտածենք, այդ թվում Լերմոնտովի հատվածում Իջևան Հրազդան ճյուղը միացնելով Վանաձոր Գյումրի ճյուղին, որը նշանակում է մենք Հայաստանի հյուսիսով եւ հարավով անցնող երկաթուղի կունենանք։ Ես գիտեմ, Ժորժ ջան, որ շատ մտահոգություններ կան կապված ԵԱՏՄ-ի շրջանակներում մեր process-ների հետ։ Ես նախ ուզում եմ ասել, որ կառավարությունով մենք արդեն որոշում ենք կայացրել, որ բոլոր այն դեպքերում, երբ որ անարդար արտահանումների խոչընդոտներ եղած կլինեն, մասնավորապես ամենատարբեր բաներով, ինչ եմ ասում անարդար, որովհետև ապրանքներ լինում են երբեմն, որոնք որակի ստանդարտին չեն համապատասխանում։ Ես էլ 2018 թվին ես էլի այդ ասում եմ ժողովուրդ, մենք չենք կարա անորակ ապրանք արտահանենք մեր ինքնիշխանության եւ մեր պետական շահերի հաշվին։ Այսինքն սա առանձին թեմա է, մենք այդ գործարարներին աջակցելու ենք, որպեսզի իրանց ապրանքները բերեն որակի նոր ստանդարտի։ Մյուսների դեպքում, երբ որ կա անարդարություն, մենք այդ բոլոր դեպքերում աջակցության ծրագրեր կանենք, որպեսզի այն ինչ որ պիտի արտահանվել եւ չի արտահանվել, մենք այդ ապրանքների դեպքում սուբսիդավորման ծրագիր կիրականացնենք, որպեսզի տուժողներ մեր տնտեսության մեջ չլինեն։ Ավելին ասեմ, հիմա մենք ասում չկա չարիք առանց բարիքի։ Շատ արագ նոր արտահանման շուկաների մասին է խոսքը եւ հենց այսօր արդեն մեր մի քանի բիզնես պատվիրակություններ մեկնել են եւ շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին արագ արձագանքման համար եւ առաջիկայում արդեն մենք կոնկրետ առաջարկներ ունենք Վարդերի գնման հետ կապված, Միրգ Բանջարեղենի գնման հետ կապված եւ ես այդտեղ մի հատ վատ լուր կա, որը այս իրավիճակում դառնում է լավ լուր։ Վատ լուրն է նա, որ մեր արտադրանքի ծավալները ընդհանուր առմամբ այն շատ մեծ չեն։ Մի հատ ասենք ենթադրենք մի հատ նորմալ եվրոպական սուպերմարկետների ցանցը մեր արտադրանքը տենց միանգամից բան կանի։ Լավ լուրն է նա, որ այսինքն մենք այդտեղ մեծ խնդիրներ չենք ունենա, բայց միևնույն ժամանակ ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ, որ ես Եվրասիական տնտեսական միության միակ պաշտոնյան եմ, որ համ միջկառավարական խորհրդի անդամ եմ, համ բարձրագույն տնտեսական խորհրդի անդամ եմ, ընտրություններից հետո կվերադառնանք եւ այդ բոլոր հարցերը, որոնք կան կլուծենք, բայց անկախ ամեն ինչից մենք մեր բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության միջոցով մեկ է մեր շուկաները դիվերսիֆիկացնելու ենք։ Այսինքն մենք այդ շուտ ենք սկսել, այսինքն ինչ եմ ասում, բիբար ենք արտադրում, 100 տոննա բիբար ենք արտադրում, մենք 100 տոննայից 90 տոննան չպետք է մի ուղղությամբ արտահանենք։ Մենք պետք է 25-ը մի ուղղությամբ արտահանենք, 25-ը մի, 25-ը մի, 25-ը մի։ Հաջորդ փուլում պետք է դարձնենք 20 տոննա, որ 4-ի փոխարեն ունենանք 5 ուղղություն։ Հետո 5-ի փոխարեն 6 ուղղություն, հետո 6-ի փոխարեն 7 ուղղություն։ Եվ էսա այն բանաձևը, որ ես ասում եմ, անկախությունը, քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ, որովհետև եթե 90%-ը մի ուղղությամբ ենք տանում, հիմա ասենք ենթադրենք, այս ընթացքում տասնյակ անգամներ խնդիրներ եղել են։ Այդ խնդիրների մասին չի բարձրաձայնվել, այդ խնդիրները լուծել են։ Բայց եթե 90%-ով մի տեղից ես կախված, մի օր կարող արտանան տրամադրությունները լավ չլինի։ Վերջ ավարտվեց ամեն ինչ։ Եվ մենք այստեղ շատ կարևոր է, այսօր մենք ռազմավարական մի ընտրության փուլում ենք։ Մենք լուծում ենք մեր պետության հարատևության եւ նոր որակի պետություն ունենալու հարցը։ Եվ ելի եմ ասում, բիբարա փչանա, այդ բիբարի փող կտամ ես, կառավարությունը, Վարդա կտամ, էնա, բայց այս ամեն ինչի արդյունքում Հայաստանի բիբարի արտադրությունն էլ աճելու, արտահանումն էլ աճելու, էլ չեմ ասում Ժողովուրդ ջան, այս տարի
նախորդ տարվա նկատմամբ 30%-ով ավել, 34%-ով ավել զբոսաշրջիկ ունենք։ Այսինքն այս տարի արդեն 100 մոտավորապես 60,000 մարդ զբոսաշրջիկ նախորդ տարվանից ավել եկել է։ Այդ մարդիկ բիբարել են առնում, վարդել են առնում, կոնյակել, հացել են ուտում, ջուրել են խմում եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ ես ինչքան հասկանում եմ զբոսաշրջության աճի տեմպը մեծանում է, այդ թվում ինչի պատճառով, որ մենք սուբսիդավորում ենք մի շարք ավիաընկերությունների նոր ուղղությունները սուբսիդավորում ենք, որ շատ մարդ բերի։ Այդ թվում այդ նկատառումով, որտեղ 2022 թվականին էլ օրինակ Ծիրանի արտահանման հետ կապված խնդրեմ ունեցանք, բայց խնդրեմ չունեցանք։ Ինչի՞, որովհետև այն մարդիկ, որ ուրիշ երկրներում պետք է այդ բան անեին, ուրիշ երկրների սուպերմարկետներում առնեին ուտեին, 50,000, 60,000 մարդու հոսք եղավ Հայաստան, եկան Հայաստանում առան։ Էլ չեմ ասում, որ մարդիկ շատ են բողոքում գների աճից։ Հիմա այս իրավիճակը հույս ունեմ մի քիչ կօգնի, որ Միրգ բանջարեղենի եւ այլնի գները մի քիչ Հայաստանի Հանրապետությունում ընկնեն, բայց այնց որ արտահանողները իհարկե չտուժեն եւ մենք իրանց անպայման կաջակցենք։ Բայց նաեւ այս պատմությունները ամեն ինչը հետեւյալի մասին է, ժողովուրդ ջան, եւ ամենակարևոր թեման, որը ես ձեզ հետ ուզում եմ կիսեմ, հետեւյալն է։ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն եւ ես բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։